Հիմա ինչի մասին, որ ուզում եմ խոսամ, ժողովուրդ ջան, այսօր միասին ուզում եմ շփվենք, խոսանք։ Գիտեք ինչի մասին եմ ուզում խոսանք, բամբասանքի։ Ասեմ ձեզի թանկագիններ, ուզում եմ բացենք միասին Հակոբոս ավետարանիչի թղթեր 4 գլուխ 11-րդ խոսքը։ Նստեք, եղբայրներ ջան, լավ ատենց, հա։ 4-ի 11 4-րդ գլուխ 11-րդ խոսքը։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Բամբասանքի մասին եմ ուզում խոսանք։ Մի բան ասեմ, ժողովուրդ ջան, երբ որ աշխարհի ժողովուրդը բամբասում է, ինչ որտեղ կարելի է հասկանալ։ Բայց երբ որ քրիստոնյաներն են բամբասում, էսի ցավալի է։ Շատ ցավալի է։ Ասեմ, դուք ցավացնում եք Աստծուն, ցավացնում եք Սուրբ Հոգուն։ Գիտեք, գրված է Էլի Հակոբոսի թղթերի մեջ, որ եթե մեկը լեզվով չմեղանչի, ինքը կատարյալ ազնվորություն է։ Եթե մեկը, ստեք, լեզվով չմեղանչի, ինքը կատարյալ մարդ է։ Այսինքն, ժողովուրդ ջան, հիմնականում մենք մեղք ենք գործում մեր լեզվով։ Համաձայն եք։ Հիմնականում։ Եվ ինչ պետք է անել, թանկագիններս։ Պետք է մեր լեզվի բժշկության համար շատ մտածենք։ Համաձայն եք։ Ինչ է նշանակում բամբասել։ Արդյոք մենք չենք ընկնում բամբասանքի մեջ։ Հա? Ստացվում է, թե չի ստացվում։ Մեր եղինքուրը համաձայնվա։ Ստացվում է, որ բամբասանքի մեջ ընկնում ենք։ Բայց գիտեք, որ դա անթույլատրելի բան է։ Եթե դու բամբասես, քեզի կբամբասեն։ Չբամբասես էլ կբամբասեն։ Բայց երբ որ մենք ենք բամբասում, բերեք այդ հարցը լուծենք լավ։ Բամբասելը մեզի կբամբասեն, բերեք մենք չբամբասենք։ Բերեք մենք մեզնից սկսենք, լավ։ Օրինակ մենք շատ ենք խոսացել, չէ՞, չբամբասելուց։ Խոսացել ենք, իսկ բեմից խոսացվե, չէ՞։ Բայց գիտեք, ասում եմ 1 շաբաթ, 2 շաբաթ, զգուշ ես քո լեզվին։ Չեմ բամբասի։ Բայց գիտեք, մեկ էլ հյուր է գալու մի հատ։ Ու մեր հյուրը սկսում է։ Ու որպեսզի դու իրանը չնեղացնես, դու սկսում ես լսալ։ Երբ որ դու սկսում ես լսալ, արդեն իսկ դու ընկնում ես մեղքի մեջ։ Ես բամբասկոտության մեղքի լրջությունից եմ այսօր խոսալ, ժողովուրդ ջան։ Թե ինչ լուրջ մեղք է։ Թանկագիններս, բամբասանքը ինքը ունի սպանող, կարող է դուք չհավատաք, բայց ինքը ունի սպանող հատկություն։ Ուղղակի բամբասանքը կարա մարդուն ֆիզիկապես սպանա։ Հնարավոր է դուք չհավատաք, բայց ես դա տեսել եմ։ Մարդին այնքան են բամբասում, մարդը սկսում է ներշնչել, ներշնչանքը գիտեք ինչ է դառնում։ Դեպրեսիան դառնում նևրոզ, նևրոզը խորանում, խորացած նևրոզից մարդիկ դառնում են հոգեկան հիվանդին տանում են հոգեբուժարան, հոգեբուժարանից գժանոց, գժանոցից գերեզմանոց։ Всё։ Պատկերացրեցիք ինչ է կապ։ Սատանան փուլ, այսօր ինչա շարժը շատ է, մեկ հանդարտվեք էլ ժողովուրդ ջան։ Ամեն ժողովուրդ ջան, հիմա թանկագիններս ինչ եմ ուզում ասել։ Պետք է չբամբասենք։ Ինչքան էլ էդի դժվար լինի, մենք պետք է չբամբասենք։
Ինչա լավ, եկեք նախքան այստեղը կարդալը, ես ուղղակի սրտովս բաներ անցե, ուզում եմ գրել եմ, ուզում եմ խորհրդակցենք։ Չկա անթերի մարդ։ Կա անթերի մարդ այս երկրի վրա։ Անթերի ով է այս երկրի վրա։ Աստված։ Ուրեմն թանկագինս քո դիմացինը թերություն ունեցող մարդ է։ Իսկ եթե դու ավելի շատ ես փնտրում քո դիմացինի մեջ թերություն, դու ավելի շատ կգտնես, չելացներ կգտնես։ Ու գիտես քո կողքինի հետ երբ որ կիսվար այդ մարդու չելած թերությունից, այդ մարդը կարծիք է կազմելու այդ մարդի մասին, այն մյուսին ասելու։ Ասելու է, չէ՞։ Այն մյուսն է, այն մեկն էլ այն մյուսին ասելու ու մեկ էլ դու հայտնաբերում մարդիկ արդեն քո մասին կարծիք ունեն, արդեն փեճատ կա քո վրա, դու դի զգում ես այդ փեճատը։ Բայց ըլը չես հասկացել, որ մարդիկ արդեն քեզի բամփասում են, բայց միևնույն է դու զգում ես, որ մարդիկ այն չեն քո հետ։ Հիմա թանկագիններս բոլորը թերություն ունեն։ Բոլորս թերի մարդիկ ենք։ Ամեն։ Լավ, հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ, ինչ ձև մենք պետք է վերաբերվենք մեր դիմացինի թերությանը։ Լսում եմ ձեզի։ Ուրիշը քեզի վատ է վերաբերում, դեռ ես վերաբերվում, Աննա ջան, լավ է։ Ինչ ձև մենք պետք է վերաբերվենք մեր դիմացինի թերությանը։ Հա՞։ Լռենք։ Լռենք, մեր քուրիկը ասում է լռենք, Հա՞։ Աղոթենք։ Հիմա թանկագիններս, նայեք, մի բան ասեմ, յուրաքանչյուրս մարդ ենք։ Եվ մենք ունենք եւ լավ կողմեր, եւ յուրաքանչյուրս ունենք վատ կողմեր։ Յուրաքանչյուրս բոլորովս։ Եվ այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ եթե դիմացին ունի թերություն, ես էլ ունեմ թերություն։ Տենց է թե չէ։ Եթե դու չես տեսնում մարդու բարի կողմերը, ու միայն տեսնում ես վատ կողմերը, նշանակում է դու չար աչք ունես, չար մարդ ես։ Ոնց ալնում, ժողովուրդ ջան, հարց եմ տալում։ Ոնց է պատահում, որ մարդը ունի եւ լավ կողմեր եւ վատ կողմեր, այդ մարդը ոչ գող է, ոչ շնացող է, ոչ մարդասպան է, աշխատասեր է, իր ընտանիքին լավ նայում է, այդ լավ բաները չեն տենում, այդ մարդը մի հատ թերություն ունի։ Այն 9 լավ բաները չենք տենում, կենտրոնանում ենք այդ մի վատ թերության վրա, անդադ խոսում ենք այդ վատ բանից։ Խոսում ենք։ Սա միթե չարություն չէ։ Եթե անդադ իշկան ես, կգզես։ Եկեք այդ գզել բարին հոման իշտերեք, էլի մեր, մեկ սիրունցն ենք նախադասություն։ Այսինքն, կբսկտես։ Սիրուն չէր։ Բսկտելը սիրուն չէր։ Ահա, դզեց, ուղեց զանուշքուրը, անընդհատ կվարկապեկես, անընդհատ, գիտեք ինչ եմ ես դրե, ինչ է նշանակում, ինչ է նշանակում դատել նշանակում է մեղադրել, ամբաստանել, քննախոսել, խարազանել, պախարակել, հիմի ասեք խարազանել, էդի զանուշքրոջ ասած, բսկտելն է, ինչ ասավ, գզել է, խարազանել, երբ որ դու ինչ-որ մեկին դատում ես կամ բամփասում ես, գիտես դու ինչ ես անում, խարազանում ես, սկիլ է, որ մենք փոքր ժամանակ խարզան ենք ասում ու գարներին այդ խարզնով ենք ուղղություն տալում, որ չի ենթարկվում ծեծում ենք, չի պոտում ենք,
Երբ որ դու բան փասում ես, դու մարդին գիտես ինչ ես անում, ճիպոտում ես։ Ինչա նշանակում բան փասել։ Բան փասել բառը հայերենում նշանակում է ուրիշների մասին գաղտնի բացասական բաներ խոսել, նրանց բացակայության դեպքում։ Սա նշանակում է բան փասանք։ Շարունակեմ։ Բացակայության ժամանակ սովորաբար առանց հստակ հիմնավորման։ Եթե դու հիմնավորում չունես ու խոսում ես, սա ու այդ մարդը տեն ներկա չէ ու այդ մարդն ես խոսում, սա բամբասանք է։ Ժողովուրդ, քրիստոնյաները եթե բան խոսում են, սա ցավալի է, մեղք է։ Եթե հարևաններով գավակվեք երկու հոգի, իմացեք 90% դու բամբասանքի մեջ եք լինելու։ Հա? Համաձայն չեք։ Հավաքվեք, բայց ավետարանից խոսացեք։ Ով է համաձայն, ժողովուրդ ջան, որ եթե երկու կնի կամ երկու տղամարդ հավաքվան, արդեն բամբասանքի հավանականությունը չանխուսափելի մեկից չհամաձայն չեմ մեր ջան։ Հավանականությունը մեծ է ու գիտեք շատ մեծ է։ Որ ասենք անխուսափելի է, կարելի է պրինցիպի։ Այդ աստիճանի մեծ է հավանականությունը, որ դու գնելու ես բամբասանքի մեջ։ Իսկ գիտեք Աստծո խոսքը ինչ ասում։ Աստծո խոսքը ասում է արթուն մնացեք ու հսկեցեք։ Հալելույա։ Հիմա թանկագիններս, ուզում եմ շարունակեմ։ Եթե տեսնում ես մարդու բարի կողմերը եւ աղոթում ես, որ վատ կողմերի համար, նշանակում է դու բարի մարդ ես։ Բոլորս ունենք եւ բարի կողմեր եւ չար կողմեր։ Բոլորը, թե աշխարհի մարդիկ, թե եկեղեցու ժողովուրդը։ Եթե մի մարդ չար է, վատն այն է, որ մենք տեսնում ենք նրա չարությունը, բայց մենք չենք տեսնում, թե նա ինչպիսի մանկություն է ունեցել։ Չարը, ինչա չար, հարց, բայց դու գիտես ինքը ինչի միջով է անցել, պատճառը չարության, եթե դու իմանաս ինքը ինչ մանկություն է ունեցել, դու երբեք չես մեղադրի նրան, իր չարության համար։ Դրա համար թանկագինես մենք պետք է չշտապենք բամբասել մարդուն։ Ավելին եմ ուզում ասեմ թանկագիններս։ Լավ, ստե նայենք կանրադառնանք։ Արդյոք քո սիրտը պատրաստ է քննելու մեկի թերության մասին։ Գիտեք ինչ նկատի ունեմ։ Երբ որ դու խոսում ես ինչ-որ մեկի թերության մասին, եթե քո սիրտը պատրաստ չէ, սիրով լցված չէ, մի խոսա։ Ես նորից եմ ուզում կրկնեմ թանկագիններս, եթե քո սիրտը լցված չէ սիրով, ու դու խոսում ես մեկ ուրիշի թերության մասին, դու արդեն իսկ բամբասում ես։ Իսկ եթե քո սիրտը լցված է սիրով, դու խոսում ես ուրիշի թերության մասին, դու երբեք չես կարող բամբասես։ Հասկացանք տարբերությունը։ Սա ծածուկ դիրք է։ Աստված ինչա քննում։ Սրտերն է քննում։ Դու պատկերացնում ես, դու կարաս խոսաս ինչ-որ մեկի թերության մասին մեղք գործես, կարաս խոսաս ինչ-որ մեկի թերության մասին օրհնությունը դառնաս այդ մարդու համար եւ աղոթես օրհնես։ Այդ պայն երկու խոսքով թեկուզ մի հատ աղոթք կնես, Տեր քո ողորմությունը արա այդ մարդուն։ Այստեղ եք ժողովուրդ ջան։ Արդյոք պատրաստ է իմ եւ քո սիրտը ուրիշի
թերության մասին խոսելու համար։ Արդյոք մենք պատրաստ ենք սրան։ Եթե քո սիրտը սիրող սիրտ է, դու ցավալով կխոսաս։ Այդպես ազանշկու։ Եթե քո սիրտը սիրող սիրտ չէ, դու իրանը գիտես ինչ կոնես, քեզ կբարձրացնես, իրանը կցածրացնես։ Բամփասանքի իմաստը գիտեք ինչու՞մն է կայանում, որ դու քեզ բարձրացնես, դիմացինին ցածրացնես, գցես։ Սա է բամփասանքի իմաստը։ Երբ որ տեսնում ես կամ լսում ես քո հոգևոր եղբոր կամ քրոջ մեղքի մասին, ինչ ես դու զգում։ Հաստատ։ Եթե դու ցավ ես զգում, ուրեմն քո սիրտը ճիշտ դիրքի վրա է։ Ելեր է, երբ որ ձեր ներկայությամբ եկեղեցի ինչ որ մեկի մասին խոսան։ Հա? Եղել է, չէ՞։ Եղել է եղբայրներ։ Լիքը։ Ինչ ես զգացել։ Ցավ։ Եթե քո քրոջ, քո եղբոր մասին, թերության մասին խոսում են, ու քո սիրտը ցավ է զգում, ուրեմն դու իդեալական սիրտ ունես։ Ընտիր սիրտ ունես։ Բայց եթե քո եղբոր ու քրոջ մասին խոսում են, ու քո սիրտը ցավ չի զգում, քո սիրտը ծրված է։ Չար սիրտ կա քո ներսում, քո սրտին պետք է տանես հատուկ դաստիարակչական աշխատանքներ կատարես քո սրտի հետ։ Կարաս։ Մենք հաճախակի ժողովուրդ ջան, մեր սրտի հետ պետք է առանձնանանք մի հատ առանձին սենյակ, բոլորից զատ, ու սկսենք մեր սրտին դաստիարակել։ Ով է հասկանում ինչի մասին է խոսքը։ Աշխատիր քո սրտի վրա, թանկագինս։ Աշխատիր։ Մի բան եմ ես ուզում ասեմ։ Եկեք եկեղեցուց դուրս գանք հիմա։ Եկեք գիտանք աշխարհ։ Եթե աշխարհիկ մարդիկ դժբախտություն են ունենում, ինչ է զգում քո սիրտը։ Զգում ացավ։ Լավն է ուրեմն։ Եթե աշխարհիկ մարդիկ օրինակ հարստանում են, ինչ է զգում քո սիրտը։ Ցավ ազգում։ Էսի շփոթմունք է, ժողովուրդ ջան։ Ամեն իրավիճակում, ժողովուրդ ջան, ամեն իրավիճակում քո սիրտը քո սրտին վերահսկա։ Որովհետև Դավիթ թագավորի համար գիտեք Աստված ինչ ասավ։ Ասավ իմ սրտի նման սիրտ ունի իմ Դավիթ ծառան։ Գիտեք, ժողովուրդ ջան, ասեմ, իր տղեն, այն որ ապստամբեց իդեմ, անունը ինչ էր, կհիշեք։ Աբիսողում։ Աբիսողումը ապստամբեց իր հոր դեմ, ու գիտեք ինչ արավ։ Իսրայելի բոլոր ժողովրդին այնցև կարացավ համոզել, որ այն Դավիթ թագավորին, որ սիրում են, սկսեցին ատել։ Ու ապստամբեցին դեմը։ Դավիթը գիտեք ինչ ասավ, ասավ ավելի լավ է ես փախնեմ Աբիսողումից, քաս թե մնամ ես երկիր պատերազմ բնի ու մարդ իմանան։ Վերցեց մե 5-6-7 հոգով փախավ։ Թագավոր մարդը մե օրվա մեջ գայից ընկավ ու փախավ։ Ում հերեսից իր տղու։ Լսեք շարունակությունը։ Ու գիտեք տղեն պատերազմ հայտարարեց իր հոր դեմ, որ իր հորը սպանա։ Բայց Աստված թույլ չտվեց։ Երբ որ այդ պատերազմը կայացավ, պատերազմի ժամանակ իր տղին բռնեցին ու սպանեցին Դավիթի օգնականները։ Գացին Դավիթի մոտ, ասեցին քո տղին սպանեցինք։ Ինքը գիտեք ինչ արավ։ Լաց եղավ։ Իր տղու համար լաց եղավ։ Ու գիտեք Դավիթի զորավարներից մեկը երևի թե Հովաբեր անունը, ասավ ինչ մարդ ես դու։
Դու քո թշնամիներին սիրում ես, քեզ բարի կամեցողներին հատում ես, դու ես ինչ մարդ ես։ Ինչ եմ ուզում ասեմ, թանկագիններս, մենք մեր սրտերին պետք է ուշադրություն դարձնենք։ Լավ, ուզում եմ Աստվածաշնչից կարդանք Հակոբոս 4:11-ը։ Ասում է մեկը մյուսին մի բան փասեք։ Նա որ իր եղբորը կբանփասե կամ իր եղբորը կդատե, օրենքին կբանփասի եւ օրենքին կդատի։ Հիմա թանկագիններս, որ օրենքի մասին է խոսքը։ Մովսիսական օրենքի մասին է խոսքը, ճիշտ է։ Մովսիսական օրենքը ով էր գրել։ Մովսեսն էր գրել, չէ՞, բայց ով էր թելադրել։ Աստված էր թելադրել։ Մի հատ հարց եմ, ես այսօր գիտեք ինչի մասին եմ մտածել։ Իմ ուղեղի մեջ չի կարող տեղավորվի, որ կարա մարդ արարածը Աստծո գրած օրենքին բամբասա։ Գիտեք ցածրը ինչ ասում ես խոսքի, ով ես դու լսի, որ դու Աստծո գրած օրենքին դատում ես, գիտեք դատել ինչ նշանակում, սխալ է գրել Աստված։ Բա Աստված ինչի համար ասես բան գրել։ Գիտեք թանկագիններս, պատկերացրեք այդ մեղքի չափը, երբ որ դու քո քրոջը կամ եղբորը բանփասում ես, դու Տիրոջ օրենքն ես բանփասում։ Նույն բանն է։ Տարբերություն չկա։ Իսկ եթե Տիրոջ օրենքը քո սրտով չէ, դու Տիրոջ օրենքը չես պահի։ Ոչ էլ կապ աշխարհես, ոչ էլ եկեղեցի կգաս, ոչ էլ Աստվածապաշտ կդառնաս։ Դուստեք։ Բամբասել քրոջը կամ եղբորը հավասար է բամբասանք Աստծո գրած օրենքին։ Պատկերացնում եք մեղքի լրջությունը։ Հիմա մենք այդ հալով ավելի ենք հասկանալու, թե բամբասանքը ինչպիսի սարսափելի մեղք է, որի պատճառով անես կարա գա քո ընտանիք։ Անեցք, չեմ ճոխացնում։ Բացարձակ չեմ ճոխացնում։ Լսեք շարունակությունն եմ ուզում կարդանք։ Եթե օրենքը դատես, ել դու օրենքը կատարող չես, հապա դատավոր։ 12-րդ խոսքը ասում է, բայց միայն մեկ օրենսդիր ու դատավոր կա, որ կարող է փրկել եւ կործանել։ Ասում դու ով ես, որ ուրիշին կդատես։ Լսեք, Աստված թանկագիններս բացարձակապես իրավունք չի տալու մեզի մեկս մյուսին դատելու տեսար թերությունը միայն աղոթելու դերում եղի։ Օրինակ գիտեք իմ մոտ ինչ վիճակ է։ Ըստեք ժողովուրդ, ոչ եք քնում։ Շոկ համեք ժողովցնենք տարածքը։ Իմ հետ գիտեք ինչ վիճակ է։ Շատ ժամանակ ես ասում եմ Տեր ասած, կարող է ես միամիտ մարդ եմ, որ մարդկաց թերությունները չեմ տենում։ Մինակ լավ կողմերն եմ տենում։ Շատ ժամանակ ինձ կողից են ասում, ես ինչ մարդը, ես ինչ թերություն նոր գլխի եմ ընկնում, որ այդ մարդը տես թերություն ունի։ Ասեմ թանկագիններս տես թերությունը, բայց մի կենտրոնացի այդ դիմասի թերության վրա, օրհնա եւ աղոթա։ Ամեն թանկագիններս։ Ով է հասկանում ինչի մասին է խոսքը։ Պարզ խոսում եմ ժողովուրդ, հո բարդ չեմ խոսում։ Հալելույա։ Ուզում եմ անցնենք առաջ։ Ուզում եմ բացենք Հովհաննես ավետարան 8:1-ը։ Հովհաննես ավետարանը ուզում բացենք։ Ութերորդ գլուխ առաջի խոսքը։ Ասում է Հիսուս Ձիթենյաց լեռը գնաց, երբ առավոտ նորից տաճարը եկավ, բոլոր ժողովուրդը իրեն էր գալիս ու ինքը նստել էր եւ սովորեցնում էր։
Դպիրներից եւ փարիսեցիներից շնության մեջ բռնված կին բերին նրան եւ մեջտեղը կանգնեցնելով ասին իրեն. Վարդապետ, այս կինը շնության մեղ գործած ժամանակ բռնվեցավ։ Մովսես օրենքի մեջ մեզի պատվիրեց այսպիսիները քարկոց։ Հիմա դու ինչ կասես սրա համար։ Մովսեսն ասում է պետք է սպանենք, դու իմի քո խոսքը ասա։ Հիսուսն ինչ անում։ Սա կասեին նրան փորձելով, որպեսզի նրա վրա ամբաստանության անելու առիթ ունենան։ Այսինքն Հիսուսի վրա թերություն են ուզում գտնին, որպեսզի ամբաստանություն անին։ Բայց Հիսուս դեպի վար ծռելով մատով գետնի վրա գրում էր, սակայն երբ ստիպեցին, հարցնելով իրեն, վեր նայեցավ եւ ասավ նրանց. ձեզանից անմեղ եղողը առաջի քարը թող ձգի նրա վրա։ Եվ նորից ծռելով գետնի վրա գրում էր։ Նրանք այս լսելով իրենց խղճմտակից հանդիմանվելով մեկիկ դուրս ելան ծերերից սկսած մինչև հետինները։ Հիմա ժողովուրդ ջան, կար մեղք, չէ՞, մեղքը կար։ Ըստ Մովսեսական օրենքի պետք է այդ կնոջը քարկոծեին մեղներ։ Բայց Հիսուսը գիտեք ինչ ասում։ Ասում է, եթե ձեր մեջ կա մեկը, որ անմեղ է, թող ինքը առաջի քարը գցա։ Այսինքն թանկագիններս, անմեղ մարդ չկա։ Ասում է, իրանք ինչ արեցին, սկսեցին մտածել ու հիշել իրանց մեղքերի մասին ու գիտեք ինչ արեցին, քարերը գցին ու գացին։ Հիմա թանկագիններս, երբ որ կլնես ինչ որ մեկի մեղքը քննելու, գիտես ինչ արա, հիշա ես խոսքը։ Հիշա ես խոսքը։ Արդյոք դու կենտրոնանում ես քո մեղքի վրա, թե կենտրոնանում ես ուրիշի մեղքի վրա։ Էս է հարցը։ Ես նորից եմ ուզում կրկնեմ։ Եթե թանկագիններս ուրիշի մեղքի մասին կորոշեք խոսալ, ֆռացեք ձեր վրա։ Ձեր մեղքի վրա ֆռացեք։ Ձեր թերությունների վրա ֆռացեք։ Ամեն, սա իմաստություն է։ Ամեն։ Հալելույա։ Եկեք անցնենք առաջ։ Ուզում եմ բացենք առաջի Կորինթացիների 11:31։ Առաջի Կորինթացիներ 11-րդ գլուխ 31-րդ խոսքը։ Ով կկարդա։ Ով բացեց։ Հետո Ահա։ Հիմա լսեք ժողովուրդ ջան։ Աշխարհը ինչ է լինում, դատապարտվում է, չէ՞ ինքը։ Ինչ է նշանակում դատապարտվել։ Հա՞։ Հիմա ես հարց եմ տալիս, ինչ է նշանակում դատապարտվել։ Դատապարտվել, ժողովուրդ ջան, դատապարտվել, նշանակում է դատապարտվել, դատաստանի օրը դատվել, պարտվել ու իթալ դժոխք։ Սա է նշանակում դատապարտվել։ Ստեք։ Եթե ժողովուրդ ջան, մենք չենք ուզում աշխարհի հետ դատապարտվենք, այսինքն գիտեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հնարավոր է, որ եկեղեցու մարդիկ աշխարհի հետ դատվեն եւ դատապարտվեն։ Լուրջ է, չէ՞։ Շատ լուրջ է։ Հիմա տեսեք, թանկագիններ, որպեսզի մենք աշխարհի հետ չդատապարտվենք, մենք ինչ պետք է անենք։
մենք պետք է ինքներս մեզի դատենք, կներեք, ոչ թե դատապարտենք, այլ դատենք։ Ըստ ուզում եմ նորից կարդամ։ Ասում է, քանի որ եթե ինքները ձեզ դատելու լինեք, պիտի չդատապարտվեք։ Ես մի հատ հորդոր ունեմ ձեզ ժողովուրդ ջան։ Ինչ ենք սկսում հեսօրվանից անել։ Էթում ենք տուն ու սկսում ենք ինքներս մենք մեզի դատել։ Ոչ թե դատապարտել, դատապարտող Աստված է։ Եթե, լսեք թանկագիններ, եթե մենք մեզի դատենք հիմա, ոչ թե ուրիշներին մեզի, դատաստանի օրը աշխարհի հետ մենք չենք դատապարտվի։ Ստեք։ Ինչ ենք մենք եթում տունը անելու ժողովուրդ ջան։ Եթում ենք ու սկսում ենք գրել մեր բոլոր նա թուղթ ու գրիչ ենք վերցնում, գրում ենք մեր բոլոր թերությունները, անտարբերություն, ծուլություն, եւ այլ, չգիտեմ, բամբասկոտություն, նախանց քո սիրտդ բերում ես Տիրոջ առաջ ու սկսում ես ինչ անել, ուրիշներին դատելու փոխարեն, սկսում ես քեզի դատել ու խորը ձեռնի։ Ով է համաձայն այս հանձնարարությանը։ Բոլորով համատիկ ջան, մատիտի միացրա թխովն է էլի։ Էթալի ենք, անելի ենք ժողովուրդ։ Տնային աշխատանքը պարզ էր։ Ինչի համար եմ սա կարևորում ես ժողովուրդ ջան։ Չեմ ուզում, որ դատաստանի օրը ձեզից որևիցե մեկը աշխարհի հետ դատապարտի ու ընկնի դժոխք։ Նորից եմ ես այստեղ կարդում։ Քանի որ եթե ինքնիս, այսինքն ինքներս մեզ դատելու լինեինք, պիտի չդատապարտվեինք։ Իսկ երբ կդատվենք, այսինքն մենք մեզի կդատենք, Տիրոջից կխրատվենք։ Դուստեք։ Նայեք, շարունակում ինչ աստ է ասում, Տիրոջից կխրատվենք, այսինքն թանկագինս, երբ որ դու թույլ ես տալիս Սուրբ Հոգին աշխատի քո վրա, Սուրբ Հոգին ինչ գործը կկատարի։ Բայց դե գիտեք ամենամեծ հարցը որն է, արդյոք մենք թույլ կտանք, որ Սուրբ Հոգին մեր վրա աշխատի։ Եթե դու թույլ տաս Սուրբ Հոգին քո վրա աշխատի, դու կբարձրանաս եւ ասուն հաճելի մարդ կդառնաս։ Գիտեք ցավալի որն է, մի հատ ցավալի բան եմ ուզում ասեմ։ Ամենավատ բանը, որ ես տեսել եմ իմ հովական կյանքում։ Տարիները անցնում են, բայց մարդի կյանքից այդ մեղքերը չի փոխվում, չկա ազատագրում։ Օրինակ մի հատ բան ասեմ, դու ուրախ չես ելնի, որ մարդիկ գան ասեն, օրինակ Կարինե ջան, դու ասենց թերություն ունես, կնեղանաս թե կընդունես։ Միգուցե Աստված իր միջոցով է ուզում քեզի խրատա։ Կարինե չկար, չես թե կար։ Չունենք, չէ Կարինե։ Թանկագիններս, գիտեք մի հատ ինչ իրավիճակ է շատ ժամանակ ելնում։ Տենում ես դիմացինի քո քրոջ թերությունը, վախենում ես ասես։ Գիտես ինչի համար կնեղանա, ինչի սա պետք է։ Ծանոթ բան ասում եմ, թե չէ։ Արդյոք պատրաստ ես, երբ որ Տերը ինչ որ մեկի միջոցով ուզենա քեզի խրատա, դու խրատը ընդունես։ Դու պատրաստ ես դրան, թե չէ։ Պատրաստ ես, որ քո տնային խմբակի ավակը քեզի հանդիմանա ու ընդունես հանդիմանությունը։ Ուրեմն պատրաստ եղեք։ Եթե ով որ պատրաստ չէ, պատրաստվեք։ Ասում եմ, գիտեք, մենք մի հատ եղբայր ունենք, ասում եմ, հիմա են ժամանակներ են կապրում։ Մարդկանց ուզում ես խրատես, դառնում ես մարդկանց թշնամի։ Եվ Աստծո խոսքով ես ուզում խրատես, է։
ասում է երբ որ Տիրոջից խրատվենք, նայեք ինչ ասում։ Իսկ երբ կդատվենք, Տիրոջից կխրատվենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Նայեք թանկագիններս, խոնարհությունը, երբ որ դու քո դիմացինի խրատը ընդունում ես։ Սա խոնարհություն է։ Երբ որ քո ավակը քեզի փորձում է խրատի ու դու ընդունում ես, սա խոնարհություն է։ Իսկ երբ որ չես ընդունում ոչ ոքի խրատը, սա խոնարհություն չի, սա հպարտություն է։ Ամեն թանկագիններս։ Ուզում եմ անցնենք առաջ։ Մենք կանչված ենք մարդկանց խրատելու եւ ճիշտ ճանապարհին դնելու առանց որևիցե մեղադրանքի։ Հիմա այդանք Մատթեոս ավետարան 7:1-ը։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ առաջի խոսք։ Ասում է մի դատեք, որպեսզի չդատվեք։ Եթե դու դատում ես, դու ցանում ես, չէ՞։ Այսինքն դու եթե դատեցիր, քեզ էլ կդատեն։ Անցնենք առաջ։ Քանզի ինչ դատաստանով դատեք, նրանով պիտի դատվեք։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Եթե դու դիմացինին ինչ որ մի բանում մեղադրում ես, այդ նույն բանի մեջ քո ապրած կյանքի ընթացքում ընկնելու ես։ Չես կարողանա խուսափես։ Ով հասկացավ ինչի մասին եմ խոսում։ Նորից եմ ես կերպում, եթե դու քո քրոջը կամ եղբորը ինչ որ մի հարցում մեղադրում ես, օրինակ մեղադրում ես ինչի մեջ ասեմ, կամեցողություն չունենալու մեջ, այսինքն ես ինչը չկամեցողա, ասեմ, որ դու իրավիճակ է ստեղծելու քո ապրած կյանքի ընթացքում, դու ընկնելու ես հենց դրա մեջ, ու մարդիկ քեզի մեղադրելու են չկամեցողության մեջ։ Այստեղ եք թանկագիններ, հիմա անցնենք առաջ։ Քանզի ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափեք, նրանով պիտի չափվի ձեզի։ Այսինքն դու մարդին ոնց վերաբերվես, այդ նույն վերաբերմունքը կունենաս։ Եվ ինչու հարց է տալում, ինչու։ Եղբորդ աչքի մեջի շյուղը կտեսնես, եւ քո աչքի մեջի գերանը չես տեսնի։ Ինչու։ Հարցը ուղղում մեզի։ Դե ես ինչու եկեք պատասխանենք։ Ինչու։ Հա։ Մեր սխալը ինչու։ Որտև ինչ։ Չլսվավ, Քրիստ։ Անթերի ենք։ Ինչի ենք ասում անթերի ենք։ Հետաքրքիր հարցա, չէ՞։ Ինչու համար մեր դիմացի փոքր մեղքը տենում ենք, բայց մեր մեծ մեղքը չենք տենում։ Ինչու համար աշխիժ ջան։ Չենք ուզում։ Էլի է հարց առաջանում, ինչի չենք ուզում։ Հա։ Հպարտ ենք, ահա, հպարտ ենք, չար ենք։ Չար ենք, ժողովուրդ ջան, չար։ Բա մեզի սազում է չար լինել, չսազում։ Չսազում, չի աղբերներ։ Ալելույա։ Շարունակությունը կարդանք։ Ասում է կամ ինչպես կարող ես ասել քո եղբորը թող դուր աչքիցդ շյուղը հանեմ, ահա քո աչքիդ մեջ գերան կա։ Ոնց ալնում, որ դու ուզում ես դիմացինին խրատես, բայց դու լիքը մեղքերի մեջ ես։ Ճիշտ ասում։ Առաջ դու քո աչքի գերանը հան, հետո դիմացինի աչքի շյուղը,
Նոր պորս կտենաս։ Այսինքն թանկագինես, տեսեք ինչ ասում։ Շարունակությունը մեր քուրն ասում է։ Աստվածաշունչն լայ ձև ասում։ Կեղծավոր, լսեք, պատասխանը գիտեք ինչ մեջն է, կեղծավորություն ասա։ Կեղծավոր առաջ քո աչքիցդ գերանը հան, ետքը պարզ պիտի տեսնես քո եղբորդ աչքի մեջի շյուղը։ Ժորժ ջան, էսի ճշմարիտ փոխհարաբերությունն է, որը մենք պետք է մեկս մյուսի հանդեպ ունենանք։ Եկեք կենտրոնանանք մեր մեծ մեղքերի վրա, թողնելով մեր դիմացի փոքր մեղքերը։ Լավ։ Հալելույա։ Ամեն։ Անցնենք առաջ։ Երկրորդ Կորինթացիս երկու տեղեր նայում ենք ու ավարտենք։ Երկրորդ Կորինթացիների 13:5։ Երկրորդ Կորինթացիներ 13-րդ ամենավերջի գլխի 5-րդ խոսքը։ Ասում է փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք թե հավատքի մեջ եք, քննեք ձեր անձերը, չեք գիտե, թե Հիսուս Քրիստոս ձեր մեջն է, միայն թե անպիտան չլինեք։ Հիմա թանկագիներս, հետաքրքիր մի բան ասते ասում, շատերին թվում է, թե իրանք հավատքի մեջ են, գալիս են եկեղեցի, բայց իրանք հավատքի մեջ չեն։ Նայեք, ուզում եմ նորից կարդամ։ Ասում է փորձեք կամ ստուգեք ձեր անձերը, թե հավատքի մեջ եք։ Գիտեք ինչ է նշանակում հավատք, ժողովուրդ։ Երկրորդ Կորինթացիս 13:5-ն է։ Ինչ է նշանակում հավատք, գիտեք։ Հավատքը քո ջերմեռանդ աշխատանքն է Տիրոջ փառքի համար։ Սա հավատք է։ Այստեղ եք։ Հավատք քո ջերմեռանդ աշխատանքն է Տիրոջ թագավորության համար։ Հիմա նայեք ինչ ասում։ Փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքի մեջ եք, քննեցեք ձեր անձերը։ Չեք գիտե, թե Հիսուս Քրիստոս ձեր մեջ է։ Հիսուս Քրիստոս որտեղ է։ Մեր մեջ, մեր ներսում, եկեղեցում, որտեղ որ 2-ից 3 ինքնդ է։ Եվ ամենավերջի խոսքը գիտեք ինչ ասում։ Ասում է միայն թե անպիտան չլինեք։ Հիմա ասեք անպիտան։ Անպիտան։ Ինչ է նշանակում անպիտան։ Հաճա։ Ոչ պիտանի։ Անպետք։ Գտնի անպետք։ Ասում տեսեք անպիտան, անպետք Աստծո արքայության համար, Տիրոջ գործերի համար, անպիտան չլինեք։ Այսինքն թանկագիներս, եթե դու անպիտան ես Տիրոջ արքայության համար, լսի, դու հնարավոր է, որ դու հավատքի կյանքի մեջ չես։ Ես զգուշացում եմ։ Ինչ ես դու օրինակ շաբաթը ֆռած է, որևիցի մի բան արիր ես Տիրոջ համար, օրինակ մի հատ աղոթք բարձրացրիր ես Տիրոջ համար։ Ասում արդյոք ձեր անձերը հավատքի մեջ է, թե ոչ։ Եվ ամենավերջի տեղն եմ ուզում կարդանք Հռոմեացիս 2:1, որից հետո մենք կավարտենք։ Թող փառաբանության խումբը գա։ Հռոմեացիս 2:1 Երկրորդ գլուխ առաջի խոսք։ Այստեղ կկանգնեք մի փոքր։ Եթե բացեցիք կարդամ։ Ասում է ով մարդ, ով որ լինես, ով էլ որ ուզում է լինես, դու որ դատում ես, արդարանալու չքմեղանք չունես։ Հիմա ասեք չքմեղանք։ Իսկ ինչ է նշանակում չքմեղանք, գիտեք։
չկմեղանք։ Ասում, եթե դու դատում ես, դու արդարանալու չկմեղանք չունես, հնարավորություն չունես։ Չկմեղանք ասեմ ինչա նշանակում։ Երբ որ մի սխալ բան ես անում, ուզում ես քեզի արդարացնես, սա չկմեղանք է։ Ուստեք։ Այսինքն դու արդարանալու հնարավորություն չունես։ Չկա մեկը, որ քեզի կարող արդարացնա, եթե դու դատող ես ու չես ապաշխարում։ Ստեք։ Նայեք, պատկերացնում եք դատելու, բամփասելու վտանգը։ Նորից եմ կարդում, ով մարդ, ով որ լինես, դու որ դատում ես, արդարանալու չկմեղանք չունես։ Քանզի ինչ բանով որ ուրիշին դատում ես, նրանով քո անձդ դատապարտում ես։ Դու դատապարտության տակ ես ընկնելու։ Քանի որ դուն էլ որ դատում ես, նույն բաներն ես անում։ Ժողովուրդ ջան, մենք դատում ենք մարդկանց, մենք մեղքը գործում ենք, բայց ուրիշին դրա մեջ մեղադրում ենք։ Ստեք, թանկագիններ, երկրորդ խոսքը ինչ ասում։ Բայց գիտենք, թե Աստծո դատաստանը ճշմարտությունով կլինի նրանց վրա, որ այսպիսի բաներ կգործեն։ Թանկագիններս, ինչ եմ ես ուզում հորդորեմ։ Չափազանց զգույշ եղեք։ Չափազանց զգույշ եղեք։ Ես չեմ ուզում ուրիշ թեմայից խոսամ, ուզում եմ մենակ այս թեմայից խոսանք։ Չափազանց զգույշ եղեք, որ բամփասանքի մեջ չընկնեք։ Չափազանց զգույշ եղեք ուրիշին չդատեք։ Որովհետև եթե դու ուրիշին ցածրացնում ես, քեզի բարձրացնում, գալու է մի օր, որ ուրիշը բարձրանալու է, դու ես ընկնելու։ Մի արեք։ Ամեն ինչ արեք, արթուն մնացեք, ամեն ինչ արեք, որպեսզի բամփասանքի մեջ չընկնեք։ Լավ, հիմա մի հատ հետաքրքիր հարց եմ ուզում տամ, թանկագիններ, մի հետաքրքիր հարց։ Ինչ ձև կանգնեցնել բամփասանքը։ Արդյոք կունենանք համարձակություն կանգնեցնելու, հա Զանուշկր։ Կունենանք։ Ասենք մի հարազատ, օրինակ, եթե մի հատ բան ասեմ, եթե մի անգամ քո ներկայությամբ բամփասեցին, դու լսացիր արդեն հակը խոսալ, ու դու հակը լսած, բայց եթե իմացան, որ դու բամփասանք չլսող ես քո ներկայությամբ, ընդհանրապես չեն բամփասի։ Ուստեք։ Ուղղակի եղեք մարդիկ, որոնք ասեն, սրանք չբամփասող մարդիկ են։ Գիտեք ինչի համար ես այս թեման վերցրեցի։ Շատ ժամանակ ասում են կանայք են բամփասում, տղամարդիկ չեն բամփասում, չէ՞։ Ես ասեմ ձեզի, տղամարդիկ ավելի շատ են բամփասում։ Բոլորն են բամփասում, էդի դեվա։ Բամփասանքի ոգու համար կին տղամարդ չկա։ Դուստեք թանկագիններ։ Եղեք մարդիկ, եկեք եկեղեցին, թող լինի մարդ մի կառույց, որ կկանգնեցնի այս դիվային ուժը։ Ամեն։ Հենց բամփասանքի ոգի, արդեն դու պետք է ճանաչես բամփասողներին։ Ես փոքր երիտասարդ էի, ես ասեմ եւ աղոթենք։ Մեր տունը մի հատ կին էր եկել։ Մեր հարևաններից, մի քիչ հեռու հարևան։ Ու ինչքան հիշում եմ, իր հարսից էր բամփասում։ Ես տան նկուղում աշխատանքի կատարում ու ներսս արդեն բարկությունով լծվեց կնգա նկատմամբ։ Ես որ հելա այդպես բարկվածքոց հացքով մտա ներս ու իրանը նայեցի, այդ կինը մի անգամից զգաստացավ։ Զարմացավ, զգաստացավ։ Ես ինչ եմ ուզում ասեմ թանկագիններս, եկեք մենք մեղքի հանդեպ հանդուրժող չլինենք։ Եթե բամփասում են, դու լսում ես, նշանակում դու հանդուրժում ես, նշանակում դու փոխզիջման ես եթում։
Նշանակում դու թույլ ես տալու մեղքին։ Ամեն թանկագիններս։ Մարդիկ կան, որ այնքան են կապված այդ բամփասանքին, իրաց կյանքը չեն կարող պատկերացնել առանց բամփասելու, ասեն իմանալ։ Գիտեք, դա կապանք է, դա բռնվածություն է։ Ամեն փառք Տիրոջը։ Հավատում եմ, որ դու ինչ որ մի բան վերցրեցիր։ Ամեն